Վարման ընթացքում Nissan X-Trail-ն իրեն դրսևորում է որպես կանխատեսելի վարկով մեքենա։ Արագընթաց վարման պայմաններում, երբ հարկավոր է արագ կողմնորոշվել եւ ղեկանիվով աշխատել, մեքենան իրեն դրսևորում է այնպես, ինչպես եւ սպասելի է ծանրության բարձր կենտրոն ունեցող մեքենայից։ Սկզբում մեքենայի թափքը թեքվում է ոլորանի հակադարձ կողմը, սակայն անվրդով մտնում ոլորան, իսկ դուրս գալուց գազի ավելացման հետ մի փոքր սահուն բոլոր 4 անիվներով, ինչն անմիջապես չեզոքացվում է էլեկտրոնային կայունացման համակարգի կողմից։ Nissan X-Trail-ի վրա ղեկանիվի հիդրոուժեղացուցիչի փոխարեն տեղադրված է էլեկտրական ուժեղացուցիչ։ Այս նորամուծությունը ոչ միայն նվազեցրել է մեքենայի շարժիչի վրա ծանրաբեռնվածությունը, հետևաբար եւ վառելիքի ծախսը, այլև հաղորդել է նշանակալի ինֆորմատիվություն։ Մեքենան հաստատուն կանգնած է իր ուղեծրի վրա եւ ճշգրիտ արձագանքում է ղեկանիվի բոլոր շարժումներին։ Ճանապարհային անհարթությունները Nissan-ը համարյա չի նկատում եւ սահուն անցնում է դրանց վրայով առանց անհարմարություններ ստեղծելով սալոնում գտնվողների համար։ Ձայնամեկուսացումը սալոնում հիանալի է, այն ավելի մոտ է բիզնես դասի սեդաններին, քան մատչելի քրոսովերներին։ Այս հանգամանքն անշուշտ հիանալի կռվան է մրցակիցների հետ պայքարում։ Վեց ֆիքսված աստիճաններով վարիատորային փոխանցումատուփն աննկատ փոխում է աստիճանները եւ միայն տախոմետրի ցլակի ցածկոտումներն են հուշում արագությունների փոխման մասին։ Փոխանցումատուփն ունի նաեւ ձեռքի կառավարման ռեժիմ, որով ավելի ակտիվորեն կարելի է միջամտել փոխանցումատուփի աշխատանքին, ստիպելով նրան ավելի արագ արձագանքել ճանապարհային իրավիճակին։ Nissan X-Trail-ի վրա առաջարկում է 2 բենզինային շարժիչ, երկուսն էլ շարային 4 մխոցային։ Առաջին շարժիչը 2 լիտր աշխատանքային ծավալով եւ 141 դիահուշ զորությամբ մեզ ծանոթ է Nissan Qashqai-ից, սակայն այս շարժիչը Հայաստան ներկրվող մեքենաների վրա չի տեղադրում։ Երկրորդ շարժիչը 2.5 լիտր աշխատանքային ծավալով նախկին շարժիչի կատարելագործված տարբերակն է եւ այժմ զարգացնում է 169 դիահուշ զորություն։ Շարժիչի հզորությունը լիովին բավականացնում է, որպեսզի վարորդին վստահ զգա տարբեր իրավիճակներում առօրյա վարման ընթացքում։ Միգուցե նաև չէր խանգարի ավելի հզորությունը, սակայն չպետք է մոռանալ, որ Nissan X-Trail-ը քաղաքային ջիպ է, այլ ոչ թե սպորտային կուպե, եւ նրա նշանակությունը ոչ թե դրագ ռեյսերին մասնակցելն է, այլ ամենատարբեր ճանապարհածածկերին եւ դրանց բացակայության պայմաններում բաց ճակատով իրեն դրսևորելը։ Մեքենայի տրանսմիսիան կոչվում է All-Mode 4x4i, որտեղ I-ը նշանակում է ինտելեկտուալ, այսինքն համակարգն ինքն է որոշում, թե որքան մոմենտ փոխանցի առջևի եւ ետևի անիվներին։ Տրանսմիսիան ունի 3 ռեժիմ։ Առաջին ռեժիմը 2 տանող անիվների ռեժիմն է, եւ այս ռեժիմի ժամանակ աշխատում են միմիայն առջևի անիվները։ Երկրորդ ռեժիմը ավտոմատ ռեժիմն է։ Այս դեպքում առջևի անիվների տեղապտույտի ժամանակ անմիջապես միանում են ետևի անիվները։ Երրորդ ռեժիմը բլոկավորում է կենտրոնական դիֆերենցիալը եւ շարժիչի մոմենտը հավասարապես բաժանում առջևի եւ ետևի անիվներին։ Նոր X-Trail-ի վրա All-Mode 4x4 համակարգն աշխատում է կուրսային կայունության ESP համակարգի, հակատեղապտուտային TCS համակարգի, արգելակների հակաբլոկավորման ABS համակարգի եւ արգելակային ուժերի տեղաբաշխման էլեկտրոնային համակարգերի հետ համագործակցված։ Մեքենայի 20 սանտիմետրանոց բարձրությունը գետնից եւ թափքի համեմատաբար կարճ ելուստները ենթադրում են երկրաչափական բավականաչափ անցունակություն առանց թափքը վնասելու, ինչում էլ այժմ կփորձենք համոզվել։
ճիշտն ասած ճանապարհներից դուրս X-Trail-ի կողմից այդպիսի պոռթկում չենք սպասում։ Մեքենան կարծես անհամբեր սպասում էր այդ պահին, որպեսզի ցույց տա, թե ինչի է նա ընդունակ։ Գարնանային կիսաթաց կավահողը, որ արտաճանապարհային վարման համար ամենադժվար միջավայրն է, բոլորովին չէր խոչընդոտում X-Trail-ի անարգել առաջընթացին։ Մեքենան այնպիսի ջանասիրությամբ էր մագլցում կտրուկ զառիվերները, որ կարծես պրոֆեսիոնալ ամենագնաց լիներ։ Հիշեցնեմ, որ X-Trail-ը ունի իջեցնող փոխանցումաշարք և զինված է բոլոր սեզոնների համար նախատեսված ճանապարհային անվադողերով։ Որպես հավելյալ սարքավորում X-Trail-ի վրա կարող է տեղադրվել ևս երկու արտաճանապարհային օժանդակ համակարգ։ Առաջին համակարգը կոչվում է Uphill Start Support, այսինքն զառիվեր մեկնարկի օժանդակության համակարգ։ 10% թեքությունից սկսած համակարգը պահում է մեքենային վերելքին, մինչև վարորդը ոտքը արգելակից տեղափոխի գազի ոտնակին և սահուն պոկի մեքենան տեղից։ Երկրորդ համակարգն արդեն օգնում է զառիվայր իջնելիս։ Downhill Drive Support համակարգը չի թողնում մեքենայի արագությունն անցնի 7 կմ/ժ արագությունից։ Սակայն վերոհիշյալ երկու օժանդակ համակարգերի բացակայության դեպքում անգամ X-Trail-ն անվրդով շարունակում էր իր երթևեկն առանց ուշադրություն դարձնելու սայթաքուն տեղանքին։ Նիսանի արտաճանապարհային հմտություններն անկասկած շատ տպավորիչ են, նույնիսկ ավելի քան կարելի է սպասել այսպես կոչված պարկետային ջիպից։ Բայց դասում թերևս ոչ մի ներկայացուցիչ այդքան անցունակություն չի կարող դրսևորել։ Nissan X-Trail-ը միանշանակ գերազանցում է իր դասակիցներին, բացի թերևս միայն Land Rover Freelander-ից, որն իր Terrain Response համակարգով ընդունվում է բոլորի կողմից որպես անցունակության էտալոն քաղաքային ջիպերի դասում։ Հանրագումարի բերելով Nissan X-Trail-ի ստացված տպավորությունները կարելի է հանգել հետևյալ եզրակացության։ Nissan X-Trail-ն օժտված է ճանապարհներին և ճանապարհներից դուրս երթևեկելու օպտիմալ հավասարակշռությամբ։ Նրա հիմնական կրեդոն հարմարավետությունն ու ֆունկցիոնալիզմն է։ Նա երկնքի ծածկեր չի իջեցնում, չնայած ճանապարհներից դուրս շատ ավելի համոզիչ է, քան սպասելի է։ Նա չի փորձում ավելին երևալ, քան կա իրականում, սակայն չի էլ թաքցնում իր դրական կողմերը։ Նա պարզ և ընկալելի, պրակտիկ, ունիվերսալ և ամենօրյա արժեքների կողմնակիցն է, առանց վերամբարձ պաթոսի և սեթևեթումների, որպես համակրելի, հավատարիմ և վստահելի օգնական։ Արդյոք ժամանակակից քաղաքի բնակիչն ավելին է ակնկալում իր մեքենայից։